Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուզում եմ երկու բառով impeachment-ի գործընթացի հետ կապված խոսել, եկեք մի պահ մի կողմ թողնենք Էդմոն Մարուքյանի անձը, որպես թեկնածու։ Ուրեմն տեսեք, մեր ժողովրդին, մեր երկրին պետք է քաղաքական, քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացում, ինչի նկատի ունեմ սա ասելով։ Ցանկացած քաղաքակիրթ երկրում ժողովուրդը սխալվում է մեկ հաճախ կամ ոչ հաճախ, ուրեմն այսպիսի խորհրդարան ընտրելուց հետո այսպիսի խորհրդարանը 2-3 ամիս ուղղակի չէր ձգի, այսինքն մենք հասկանում ենք, չէ, ինչ է կատարվում, հարգելի հայրենակիցներ, անկախ անձերից Էդմոն Մարուքյանին լավ եք վերաբերվում, վատ եք վերաբերվում, ամեն դեպքում երևույթ, փորձեք երևույթները գնահատել, այսպես կոչված խորհրդարանական ընդդիմությունը ոչ մի կերպ փոփոխություն, իշխանության փոփոխություն չի ցանկանում, որովհետև սա շատ ռեալ շանս էր, 36 ստորագրություն լինում էր, գործընթացը տեղափոխվում էր այլ փուլ, այս ընդդիմությունը չի ուզում իշխանություն փոխի, այս ընդդիմությունը կեղծ ընդդիմություն է, ու անկախ ամեն ինչից, երևի ժողովուրդը մտածում է, որ ընդդիմությունը կամ ընդդիմության լիդերը պարտադիր է խորհրդարանում ներկայացված լինի, խորհրդարանական ուժ լինի, դա միֆ է, խորհրդարանական ընդդիմությունը այս քայլով սա շատ լուրջ համախմբման քայլ է, Էդմոն Մարուքյանին դարձրեց ընդդիմության միակ առաջնորդ, այս պայծրությամբ ընդդիմության միակ առաջնորդը Էդմոն Մարուքյանն է, Վարդան Ղուկասյանն էլ էր առաջնորդ, Վարդան Ղուկասյանին փագեցին, լռեցրեցին, անկախ ամեն ինչից մարդը առաջնորդ էր, ասենք, էլի եմ ասում, անձերին մի նայեք, ես էլ շատ բաներով Վարդան Ղուկասյանի հետ համաձայն չեմ, շատ բաներով կարամ Էդմոն Մարուքյանի հետ համաձայն չլինեմ, դուք երևույթը նայեք, Վարդան Ղուկասյանը իր Երևանում տարած ձայներով, որը որ խլեցին լուրջ, ուժ էր ներկայացնում իրանից, նրան լռեցրեցին, հիմա Հայաստանի Հանրապետությունում կա մեկ ընդդիմադիր ղեկավար, ընդդիմության ղեկավարը Էդմոն Մարուքյանն է, ուզենք թե չուզենք, ընդդիմության խորհրդարանական ուժերը ընդդիմադիր լիդեր սարքեցին Էդմոն Մարուքյանին, հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ ձեզ, այս ֆեյքերին, լրատվականներին մի լսեք, կատարեք ձեր վերլուծությունները, նայեք օտարերկրների փորձը, օտարերկրների կառավարման